Պայծառների պատմություն ունի իմ հայրենի գյուղը, ըստ պատմահայր Խորենացու, նրա արմատները հասել են մինչև մեր թվարկությունից առաջ երկրորդ հարյուրամյակ։ Հազարավոր ճամփորդների ու քարավանների իջևանատուն է եղել, վաղնջական ժամանակներում այստեղ կառուցված պանդոկը։ Պանդոկ, կարավանոց, քարվանսարա, սա է գյուղի հին անվանումը։ Ճիշտ է, տարբեր անվանումներ ունեցավ գյուղը հետագայում, բայց քարվանսարա անունը մեղվեց, մնաց մարդկանց ենթագիտակցության մեջ։ Հարավարևելյան կողմից այն հարում է պատմական Սուդական ջրահատ լեռանը։ Գյուղի արևմտյան կողմով հոսում է Զանգուն։ Սառնորակ ու անմահական են իմ ծննդավայրի աղբյուրները, Քոր աղբյուրը, Սալով աղբյուրը, Խշոց հակները, Բերու աղբյուրը, Պետոյ աղբյուրը։ Այս աղբյուրների մոտ էլ իրենց հանգրվանը գտան և իրենց բնակատեղին հիմնեցին գաղթականների առաջին խմբերը։ Գյուղի առավոտ, կապույտ ու բարդի, թոնիների մեջ հացն է արտանում, ինչ որտեղ գառն է մայունով լալիս, ու խղճի հոտ է աշխարից գալիս։ Հաց ես թխում։ Էս դեր տնական ալուրն է։ Ահա, տնական ալուրով հաց ես թխում։ Ակնչի կուր կթեյս վիդրոյի։ Կցածը։ Ու է շուտ պատում։ Կպե մաթերը։ Տատ ասում ես թունիրը քանի տարվա է։ 95 թվի, 5 թունիրը հանիր է։ Ով արե պապին։ Պապին ապքոր է, ես ես դրիր է։ Հա։ Եկել ես ու թխել ես մի անգամից։ Եկել եմ ու թխի։ Բա քեզ ով է սովորացրել։ Ես ես ինձի սովորել է։ Ինքներուն սովորել ես։ Ինձ ով սովորեցնիր։ Ես աղջիկով խմոր եմ օրել, գունդ եմ օրել, թակ աղջիկ եմ էլ բայց օրել եմ։
Դրանից հետո պիտի կապանունը կախենք։ Հələ խորովածը պիտի կախենք։ Սոր ինքան գործում ենք։ Խոսքով ես դուք ստեղ եք։ Պիտի խորովածը կախենք թողի մեջ։ Ամեն հարցից հետո կամ գաթաղտի անենք, կամ կալնահունց։ Կամ էլ խորոված։ Գնեզյար ջուլա իմ հերը հարուստա, իմ հերը հարուստա։ Վեր հարուստա տան ալու լուստա։ Վեր մաշին կամ հարուստա։ Էլ ինչ էր երկում տատ։ Իրադատը ամբողջ ալափարս գյուղի բանվորներին, բաներին, հազդուխները, տրակտորիստների, Շնորհքը փոխանցել է քեզ տատի։ փոխանցելի, այո։ Դու փոխանցես քո թորներին, ծորներին։ Այո։ Շանեց եղը։ Գյուղը լավ է, քան քաղաքը։ Գյուղը լավ է, քան քաղաք։ Ինչով է լավ։ Ամեն ինչու։ Որ քո ձեռով ստեղծում է։ Որոշ չափով ստեղծեց։ Անարատ կուտես, խանութի երշիկ չես ուտի ուրած բդերը, վեր հակար սիրուն դուս եկար, քուել սոված է լավ չեղիչ։ Էլ իսկե թեկուց տանջվում ենք, ստեղծում ենք։ Այո, քո բերք ու բարիքով։ Հա, իմ բերք ու բարիքով, ամեն ինչը իմ տնից, վեր անես, վեր չանես, դեմ է չես անես ինչ։ Հտի անես, վեր չանես, չես ովի։ Դու դիտես վեր կնացիր քաղաք, չարի, կոպրես, չես։ Ընդե չես ովի, ովըտ պար։ Ընդե չես։ Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգուց, ինչպես քարայր մնթարցավ, պաղս ու խորում, մութ ու լույս, իր գավիթով հյուրընկալ, իր լայն դեմով ու հեռուն կանգնած իր լուր խորանով, որ կարծես նավն է ծփում։ Եկեղեցին հայկական բարձր բերդն է հավատքին, իմ պապերուս, որ հողն զայն քար առ քար հանեցին, ու երկինքեն իջուցին, զայն ցող առ ցող, ամպառան, ու թաղվեցան անոր մեջ, հանդարտության, հեզության։ Եկեղեցին հայկական, մեր մի քարին տակ գետնի, դեպի երկինք բարձրացող, գաղտնի ճամփամը ունի։ Եկեղեցին հայկական, հայ հոգին և մարմնուն, զրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշույն, և զանգակներն են բոմբյուն, և երգն է միշտ հաղթություն։ Քարեր, քարեր Հայաստանի, սարերն ի վար հոսող քարեր, երկինքն ի վեր խոսող քարեր, քարեր վանքի ու ոստանի, քարեր բեկված շանթ ու հողմից, ես ձեր երգն եմ երգում նորից։ Մեկը մեկի ուսին թիկնած, մեկը մեկի ծահաբեկված, խամրած քարեր, մամրած քարեր, 1000 տարի պաշտված քարեր։ Երևի լքված տները տխուր, շատ տխուր են լինում։ Ով գիտե, քանի սերնդի շունչ է խաղացել նրա հարկի տակ։
նրա պատերի մեջ։ Նկատել եք, թե հնանալուց ինչպես են գեղեցկանում քարե պատերը։ Դարերի հոտ ու շունչ է եկել քարերի արանքից։ Գրպանները մեծնանին, խոր պահած սև ծալվեցալ փեշերում, նման էին մի մթին մառանին, որ մնացին մեր ոսկեզօծ ուշերում։ Գիտեինք, որ մեզ համար են լեփ լեցուն, ծանր ու խոշոր գրպանները մեծնանին, երբ աղոթի նա իր բարի Աստծուն, միրգն ամենքից հերթով պիտի բաժանի։ Նա նանաչար դատավորն էր մեր բարի, նա մեզ համար թել էր հյուսում ու մանում, նա մեզ համար բախտ էր գցում ու գալի, և տոներին եկեղեցի էր տանում։ Եվ երբ հերթով այսպես մեկ գնացին միրգ բաժանող ավագները մեր տանից, իմ հուշերում ամենից վառ մնացին գրպանները մեծ։ Պարոն Ղազարյան, երբ է հիմնադրվել մեր դպրոցը։ Մեր դպրոցը, այսպես ասեմ, Աթարբեկյանի սովխոզի դպրոցը հիմնադրվել է 1906 թվականին, առաջին սովորողները ոտք են դրել 1907 թվականին և սկսել է առաջին ուսումնական տարին։ Այդ ժամանակահատվածներում դպրոցական շենքը տիպային չի եղել են առանցին սենյակներում, այնուհետև պատերազմից, հայնական մեծ պատերազմից առաջ ստեղծվել է նոր երկուհարկանի շենք, որը առայժմ այս պահին նորից քանդվել է չկա, երկրաշարժի ժամանակ, և մեր հոյակապ 3 հարկանի շենքը գտնվում է այդ նույն երկու հարկանի շենքի, ոնց որ ասած, տերիտորիալ տարածքում։ Եվ այդ ժամանակվանից սկսած դպրոցը եղել է միջնակարգ, տևել է մեծ հեղինակավոր մարդիկ, հանրապետական և համամիութենական կարգի, ոնց որ այդ բնութագրում են շատ լրական, և ունեցել ենք վաստակաշատ ուսուցիչներ, որոնց անունը այսօր եթե ես տամ շատ վաստակավոր ուսուցիչներ եղել են Սուփասյան Արտավազդական Խաչատրյանը, որը ժամանակի ընթացքում այստեղ դասավանդեց մայրին լեզուն և տեղափոխվեց Երևան, մայր բուհում, Խաչատուր Աբովյանի անվան մանկարժական բուհում ինքը դարձավ դասախոս։ Դպրոցը այնուհետև ղեկավարեց Նիկոյան Վարազդատը, որը որ մաթեմատիկայի ուղղությամբ մեծ աշխատանք տարավ մեր համայնքում, և մեր շրջանավարտները բոլորը ընդունվում էին պետական բուհեր, մաթեմատիկայի թեկումով, մեծ մասամբ ճարտարագիտական, ասում նախկին պոլիտեխնիկ ինստիտուտում և տարբեր բուհերում։ Եվ մեր շրջանավարտները իրենց տեղն են ունեցել ժողովրդական ոնց որ զարգացման տարբեր բնակավարներում ունեցել են իրենց ուրույն տեղը։ Այնուհետև
Եկավ արդեն անկախությունը 91 թվականին, 91 թվականից մենք եթե ունեցել ենք մեդալակիրներ մինչև այդ 20-21 հոգի եւ անկախությունից հետո մենք ունեցանք մոտ 23 նորից լավ սովորող երեխաներ, որոնք դարձան մեդալակիրներ եւ բարձր պահեցին դպրոցի պատիվը։ Այդ ժամանակահատվածում աշխատել են նորից էլի վաստակաշատ ուսուցիչներ, այսօր են աշխատում, այսօր դպրոցում իրենց լավագույն աշխատանքները կատարում են ընկեր Ուշեղյանը, ընկեր Սուքասյանը, ընկեր Եկես, որ 1992 թվականի օգոստոսի 5-ից տնօրեն է մինչև այսօր եւ ինչքան եղել է կարողացել ենք մեր ոնց որ ասած գիտելիքները հասցնել մատաղ սերնդին, ներկայիս երեխաները ավելի զարգացած, ավելի կրթված, հետաքրքրասեր են եւ հասկանում են երկրի պահանջը եւ կարողանում են կատարել այսօրվա ծնողների խնդրանքը եւ նրանց ասելիքը հասցնել մինչև վերջ։ Լավ, իսկ դպրոցի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել, պարոն Ղազարյան։ Դպրոցի ամենամեծ ձեռքբերումը այսօր ունենք հոյակապ դպրոցական շենք վերանորոգված, միայն առաջին հարկը վերանորոգված չէ, որ մոտակա տարիների գուցե եւ կարողանանք վերջնական տեսքի վերենք, ունենք լավագույն շրջանավարտները, որոնք այսօր արտերկրում աշխատում են, բժիշկներ, բանասերներ, ունենք կոնսերվատորը ավարտած երեխաներ, ունենք դերասաններ, որը նախկինում մենք այսպիսի ոնց որ ասած տարբեր բնագավառի մասնագետներ չունեինք, իսկ հիմա ունենք երեխաները շատ կարգապահ են, հարգում են մեկը մյուսին եւ այսօր դրությամբ մենք իմ ղեկավարած տարիների 25 տարվա ընթացքում մենք դպրոցում ոչ մի վատ երևույթի եւ ասենք թե իրավախախտման կամ ասենք ինչ-որ կարգազանցության դեպքեր չեն եղել եւ ցանկանում եմ սրանից հետո որ ընդհանրապես չլինեն մեծ մոտ։ Երբ է հիմնադրվել այս գրադարանը։ Աթարբեկյանի գրադարանը հիմնվել է 1937 թվականին։ Սկզբից գրադարանային շենք չի եղել։ Սկզբից կառուցել են Աթարբեկյանի ակումբից գրադարան է ստեղծվել։ 1937 թվականին գրադարանի գրքերի քանակը եղել է 500 գրքեր, ընթերցողների թիվը 20, բայց դրանից հետո 1939 թվականին ընթերցողների թիվը բազմացել է, դարձել յուրքահատուկ։ Քանի տարի եք այստեղ աշխատում։ Ես այս գրադարանում աշխատում եմ 52 տարի։ Այսքան տարվա ընթացքում ո՞րն է եղել ամենասիրված գիրքը։ Ամենասիրված գիրքը սկզբից եղել է Անահիտ Սիրոյանի Խաչը։ Իսկ մեծամասամբ ո՞ր հասակում եք կարդում։ Գրադարանից օգտվում են տարբեր տարիքի, թե փոքրահասակ, թե մեծահասակ։ Ես կամ քո բոլոր հյուլեների մեջ, քո լույսի շողում, քո խոտի շաղում, ողջ էությունս, հոգիս միջև վերջ, տարալուծված են քո լուսաբացում և մթնշաղում։ Իմ ծիծաղը կա գինուտ մեջ կարմիր, ցավս սրինգիտ մեղմ հեկեկանքում, իմ հառաչանքն է լեռներիդ քամին, ու խինդս ջինջ աղբյուրներիդ կարկաչն է անքում։ Ես կամ քո բոլոր հյուլեների մեջ, իմ ծնված օրով, իմ ծնված օրից, ինչ որ ես ունեմ, քոնն է մինչև վերջ, որ պտղունց, ես քեզ եմ հիմա